Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, հարցազրույցը սկսենք վարչապետի Ռուսաստանի Դաշնության այցից, գիտենք, որ նաեւ պաշտոնական հանդիպում է լինելու Վլադիմիր Պուտինի հետ, Պեսկովը մանրամասներ է հայտնել, որ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող ամենատարբեր հարցեր, ենթադրում եմ նաև երկաթուղու մասով քննարկումներ են լինելու։ Նախ հասկանանք ինչպիսին է այդ իմաստով Հայաստանի մոտեցումը, Հայաստանի կառավարության մոտեցումը, թե վարչապետը ավելի վաղ դրա մասին հայտնել է, բայց Ռուսաստանից էլ այսօր հայտարարություններ եղան, որին կանդրադառնանք։ Հիմա հասկանանք, որ հարցերն են, այսպես ասած, շատ ակտուալ եւ պարտադիր լինելու են քննարկման սեղանի շուրջ, այսպես ասած։ Գիտեք, ինչպես արդեն հայտնել են Ռուսաստանի Դաշնությունից, քննարկումները տարբեր բնույթ կարող են ունենալ, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ մենք այս քննարկումները չենք դադարեցնում, որովհետև առհասարակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք կարծես թե Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցություն չենք ուզում անել կամ ինչ-որ խնդիր կա, բայց ուզում եմ ասեմ, որ ցանկացած հարցերում մենք ունենք այդ համագործակցությունը, բացառապես այն հարցերին, որոնք որ ինչպես գիտեք, վերաբերվում են ՀԱՊԿ-ին եւ մնացած այդ առումով խնդիրներին, բայց Կներեք, բայց այդ իմաստով երկու մեղադրանք կա։ Մեկ ձեզ մեղադրում են, որ շատ ռուսամետ եք, հակառակը մեղադրում են, որ արևմտամետ եք եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում եք։ Այո, բայց մենք միշտ ենք հայտարարել, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք վարում եւ մենք չենք ուզում որևէ ձևով որևէ երկրի հետ ինչ-որ խնդիրների կամ խնդիրների հետ առնչվենք, այլ ընդհակառակը փորձում ենք համագործակցելով դիվանագիտությամբ հասնենք այն հավասարակշռությամբ, որ վարում ենք բոլոր երկրների հետ, թե հարևան երկրների հետ, թե համագործակցող երկրների հետ եւ այս ընթացքում մեր այս քաղաքականությունը իր պտուղները տվել է այդ նույն տրամաբանությամբ էլ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես կարծում եմ մենք պետք է սպասենք, տեսնենք, մենք մոտավորապես գիտենք ինչ թեմաների շուրջ է լինելու բանակցությունները այսօրվա այցի նպատակը ինչ է լինելու։ Հուսով եմ, որ շատ արդյունավետ հանդիպում կլինի եւ դրական արձագանք կունենա եւ կշարունակենք մեր աշխատանքները, որոնք որ արդեն սկիզբեն երկաթուղուն վերաբերելի, գուցե նաեւ արտահանումներին, ներմուծումներին եւ այլն այն բոլոր թեմաները, որով մենք առնչվում ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Տիկին Ղազարյան, տեսեք, նախ ընդհանուր առմամբ պատահական էր ըստ որ վարչապետի այցից ժամեր առաջ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը։ Դա իրենց մոտ չի էլ քննարկվում։ Հիմա ինչպես հասկանալ, սա ըստ էության որոշակիորեն գալիս է պատասխանելու այդ հարցին, թե ինչպես է ռուսական կողմը պատկերացնում հարցի լուծումը։ Դե գիտեք, միջև այդ բանակցությունները, այսպես ասած, այդ առումով շատ խորը չեն ընթացել։ Մենք մեր կարծիքը ասել ենք, վարչապետը իր կարծիքը ասել է, որ լավ կլինի, որ կոնցեսիոն կառավարում լինի այնպիսի մի երկրի հետ, որի հետ նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը որևէ խնդիր չունի, որպեսզի կարողանանք այդ հարցը հնարավորինս համագործակցային լուծում տանք, բայց քանի որ դեռ որևէ այսպիսի խոսակցություն, բանակցություն վերջնական արդյունք չկա, ես կարծում եմ ենթադրությունների դաշտում արված հայտարարությունը։ Իսկ տետատետ խոսվելու է այն բոլոր հարցերի, խնդիրների, խութերի մասին, որոնց մասին վերջին շրջանում ուղիղ բարձրաձայնվում է, այսպես ասեմ, բաց տեքստով խոսվում է, նույն Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հիբրիդային պատերազմի Հայաստանը հիմնականում ենթարկվում է Ռուսաստանի կողմից կամ հիբրիդային սպառնալիքները հիմնականում այդ երկրից են գալիս։ Գիտեք նաև արտաքին հետախուզական ծառայության հայտնի հայտարարությունը, որը պարզվեց Ռուսաստանի Դաշնության մասին էր խոսքը, որ այնտեղ որոշակի հայտնտեսվարողներ ուղղությամբ ճնշումներ կան, որ ընտրական process-ների վրա որոշակի ազդեցություն ունենան, խոսվում է Ռուսաստանից, ինչու՞ չէ նաև Վրաստանից ավտոբուսներով մարդկանց բերելու, որոշակի ուժերի օգտին քվեարկել, չքվեարկելու մասին։ Հիմա այս բոլոր խնդիրները, հարցերը որ կան, տետատետ վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է։ Հիմա ենթադրել, ասել թե ինչ զրույցը ինչպես կընթանա եւ ինչ հարցերի անդրադարձ կլինի, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ վարչապետը իր բոլոր թե ուղիղ հեռարձակման բանակցությունների ժամանակ, թե հետագայում հայտարարությունների ֆոնին երբեք չի խուսափել որևէ հարցի շուրջ ուղիղ խոսելուց եւ ես կարծում եմ, եթե նման հարցի շուրջ խոսակցություն բացվի, անպայման ուղիղ կխոսվի այդ մասին, որովհետեւ մենք բազմիցս նկատել ենք, որ նման խնդիր չունենք ամեն հարցի շուրջ բանակցություններ ունենալու, ամեն հարցի շուրջ պարզ խոսելու եւ սա էլ կարող է բացառություն չլինել։ Այնպես որ պետք է սպասենք արդեն հանդիպումների ընթացքին։
Իսկ ռուսական կողմը, եթե օրինակ նույն հարցերը բարձրաձայնվեն կամ բարձրաձայնվում են ինչու ոչ հիբրիդային սպառնալիքների մասով, ինչ է կարծում, դա արդյոք ռուսական կողմին որևէ կերպ կարող է կաշկանդել։ Որովհետև մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ տարբերություն չկա, հակառակը այդ հիբրիդային հարձակումները կամ այդ տրամաբանության մեջ քայլերը ավելի են ակտիվանում։ Դե մենք որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն վարենք, որպեսզի այդ հիբրիդային հարձակումներից հնարավորինս մեր քաղաքացիներին պաշտպանենք եւ այդ ֆոնի մեջ հիմնականում մեր ուղիղ հանդիպումներն է քաղաքացիների հետ, որպեսզի քաղաքացիները այն հնարավոր մանիպուլատիվ հայտարարությունների ֆոնին, որ հայտնվում են համացանցում հիմնականում, երբ համացանցից դուրս են գալիս իրական աշխարհում լրիվ այլ իրավիճակ է, համացանցի ներսում այլ իրավիճակ է, փորձում ենք հնարավորինս իրական հանդիպումներով այդ ամեն ինչը այդ թոթափել, կարծես, բայց ընթացքում իհարկե ինստիտուտները եւս աշխատում են, որպեսզի կարողանան զերծ պահել խաբեությունից կամ մանիպուլատիվ հայտարարությունից մեր քաղաքացիներին։ Մենք մեր կողմից պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս այդ ազդեցությունը չեզոքացնենք։ Իսկ ինչպես կլինի ելի ընթացքը, արդյոք իրենք իհարկե բնականաբար գուցե իրենք չեն զգում, որ դա այդ ամեն ինչ հաստում են, չգիտեմ, ընթացքը չեմ կարող իրանց կողմից պատասխանել, մեր կողմից մենք ամեն դեպքում հնարավոր արձագանքներից պաշտպանում ենք մեր քաղաքացիներին։ Տիկին Ղազարյան, բարքերը, որոնք կարծես թե մերժվել էին 2018 թվականին, այնուամենայնիվ փորձ է արվում վերակենդանացնել ինչ-որ իմաստով։ Խոսքս հակակոռուպցիոնի վերջին բացահայտման մասին է ընտրակաշառքի հետ կապված, որ ուժեղ Հայաստանը կամ իրենց, այսպես ասած, հասարակական կազմակերպությունը փորձում է բարեգործության անվան տակ եւ կամ աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք բաժանել, մարդկանց մոբիլիզացնել, ձայներ հավաքել։ Հիմա սրանք մտահոգիչ պատկեր չի, ընդհանուր առմամբ ընտրություններին 2 ամիս է մնացել, խոսվում է դրսից մարդ բերելու մասին, հիմա խոսվում է ընտրակաշառքի մասին, գիտեք նաև քիչ չեն այն պահանջները, որ այս ուժերին պարզապես պետք է դուրս դնել ընտրական process-ներից։ Որն է լինելու այն կարմիր կետը, որից այն կողմ հասկանալու եք, որ այս ուժերը, այո, նախկին բարքեր են բերում, այս ուժերը ավտորիտար են, այս ուժերը ժողովրդավարությանը կողմնակից չեն եւ այդ կարմիր գիծը հատելուց հետո կորոշեք կամ ինչ որ քայլերի կգնաք, որոնք որոշակի կսահմանափակեն գուցե այդ գործողությունները։ Գիտեք, ընդհանուր առմամբ ինստիտուտները աշխատում են այն ուղղությամբ, այսինքն ես չեմ որոշում, որ որևէ կուսակցություն պետքա փակվի, թե ոչ, կամ որևէ անձի գործունեությունը ինչքանով է իրավաչափ, ինչքանով չէ, որևէ կուսակցության գործունեությունը ինչքանով է իրավաչափ, բայց բնականաբար մենք տեսնում ենք այդ կաշառքի process-ները, ես մի բան եմ ուզում ասեմ, անդադ իրենք ինձ ասում են ուժեղ ժողովուրդը իրանց կողմից է, եթե ժողովուրդը իրանց կողմից է, իրենք այդքան ուժեղ են, բայց ինչ են գնացել ընտրակաշառք բաժանելու ճանապարհով, սա ուղիղ ցույց է տալիս, որ իրենց միակ ելքը ժողովրդին որևէ կերպ ընտրակաշառքով գրավելն է։ Իրականում միշտ հույսս դրել եմ ողջախոհության վրա, որ մեր հայրենակիցները այլևս չեն հետ պտտի անիվը ու ընկնեն այն իրավիճակի մեջ, որ 5000, 10000 կամ թեկուզ հիմա եթե նույնիսկ բարձրացրել են այդ արժեքները, այդ քայլով վնաս է համ իր ապագան, համ մյուսներին, որովհետև մենք գիտենք, որ եթե դու ընտրակաշառք ես վերցնում եւ քվեարկություն ես անում, այլևս դու որպես սուբյեկտ վերանում ես որոշում կայացնելու, իսկ մենք 2018 թվականից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն տվել ենք իշխանություն եւ ինքն է որոշում իր ապագան, ինքն է որոշում իր ղեկավար մարմնին, իր երկրի իշխանությունը ով կլինի, իր երկրի ղեկավարը ով կլինի եւ այսպիսով եթե մենք գնում ենք այս ճանապարհով, յուրաքանչյուրս պետք է անհատապես մոտենանք ընտրություններին, որովհետեւ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր քվե մեծ արժեք ունի եւ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն շնորհել ենք այդ որոշումը կայացնելու հնարավորությունը եւ ինքը պետք է որոշի համ իր շրջապատի, համ իր երեխաների եւ իր հետագա ապագան ու իր ճակատագիրը, այնպես որ ես չեմ կարծում, որ մեր հայրենակիցները նույնիսկ ինչքան էլ գին վճարեն այդ մարդիկ, ովքեր Հայաստանը տանում են գուբերնիա դառնալու ճանապարհով, կկարողանան այդ գնով գնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գեթ մեկ քաղաքացու քվե։ Բայց դա նաև պատասխանատվությունից ինչ որ իմաստով խուսափել չի, Տիկին Ղազարյան, ոչինչ չանել եւ ասել հենվում ենք ժողովրդի ողջախոհության։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ իրավապահ համակարգը կարողանա իր աշխատանքը ինքնուրույն կատարի։ Այսինքն այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ զանգովի դատավարություններ կան կամ այսինչ մարդուն ինչ որ իրավական օրենքի առաջ
կանգնացնելուն որևէ իշխանության ներկայացուցիչ մասնակցում է կամ ինչ որ բան։ Հետևաբար, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով եւ ցանկացած կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգրանցի թե չի գրանցի, մյուսը ինչ կանի, այդ ինստիտուտները պետք է իրենց օրենքների եւ իրավունքների շրջանակում կարողանան այդ որոշումները կայացնեն։ Ոչ թե օրինակ ես որպես կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ կամ կառավարության որևէ ներկայացուցիչ դրան միջամտի։ Իրականում գնում ենք նրա ճանապարհով, որովհետեւ ինստիտուտները ինքնուրույն կարողանան աշխատել եւ ինչ որոշում կկայացնեն, մենք կհաշտ կլինենք այդ որոշումների հետ։ Իսկ հաշտեք այն որոշման հետ, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, ինչի եմ հարցը տալիս, որովհետև հիմնական քննադատությունները ուղղված էին էլի ձեր ուժին, հիմնականում վարչապետին, որ ասում են անվտանգության աշխատակիցներով հանդգնել է, այսպես ասած, գնալ եկեղեցի, սադրել եւ արդյունքում անմեղ երեխաները, ճակերտավոր ասած, հիմա անցնում են այդ դատական process-ների միջով։ Նախ երեխաներից կամ երեխա 18 տարեկանին անվանել երեխա, այդքան էլ համաձայն չեմ, որպես նախ օրենքի շրջանակում արդեն 18 տարեկան լրացած անձը չափահաս անձ է համարվում եւ նախ բանակում էլ ծառայում են մեր տղաները, ովքեր արդեն 18 տարին լրացել են չափահաս մարդիկ, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը։ Այս առումով չեմ կարծում, որ գիտակցության այն մակարդակին են, որ կարելի է նրանց երեխաներ անվանել, ուղղակի մեր հանրության շրջանում այդպես ավելի շահավետ է ներկայացնել, որ իբրև թե երեխաների հետ գործ ունենք, բայց այստեղ մյուս հարցին անդրադառնամ։ Այսքան խոսում ենք եկեղեցու մասին, այդ նույն մարդիկ, ովքեր համարում են, որ իրավաչափ է այդ գործունեությունը, երեխաները, եսիմինչ, այդ մարդիկ եկեղեցին ինքը չդատապարտեց այն ինչ կատարվեց եկեղեցու ներսում։ Ի վերջո եկեղեցին Աստծո տունն է եւ այդտեղ մտնելու իրավունք ունեն բոլորը, անկախ ժամից, անկախ պայմաններից, անկախ ամեն ինչից։ Ես ինքս այնտեղ եմ եղել, երբ որ ասում են, այսպես խոսակցություններ եմ լսել, որտեղ չկար, ինչու որոշեցիք ներս մտնել, ես այնտեղ եմ եղել, մի կողմից, աջ կողմից մտնում էին մարդիկ, ցախից դուրս են գալիս, այդ օրը տոն էր, բոլորս էլ եկեղեցի մտել ենք տոնին եկեղեցու պատարագին մասնակցելու եւ դա շատ նորմալ է, որովհետեւ ես ինքս էլ հավատացյալ, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, վարչապետն էլ, մյուսներն էլ։ Իհարկե ես չկարողացա շատ առաջ գնալ, որովհետեւ մարդկանց հոսքից թույլ տվեցի, որ մյուսները անցեն, կողքս երեխաներ էին եւ այլն, մարդիկ շատ նորմալ, շատ դրական վերաբերմունքով, ինչ որ ներկայացվում է համացածում լրիվ հակառակ, որտեղ որպես այդտեղ գտնվող մարդ կարող եմ ասել, շատ դրական էին վերաբերվում ու շատ ամեն ինչ շատ նորմալ էր։ Իսկ ինչ վերաբերվում է ձեռք բարձրացնել վարչապետի վրա, դա նշանակում է ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև վարչապետը ինքը իրանով արդեն ինստիտուտ է։ Ու դա օրենքի տեսակետից չդիտարկելը շատ սխալ կդիտվի, որովհետև ես այդ օրն ստացել եմ բազմաթիվ նավակներ, որ չի կարելի նման երևույթին ուղղակի անտարբեր նայել ու կապ չունի մյուս կողմում ով է կանգնած։ Ես կարծում եմ, մենք միշտ ենք այս հարցին անդրադարձել, երբ որ հարցը գնում էր որոշ եկեղեցականների կազմակերպած ահաբեկչության փորձի եւ այլնի վերաբերյալ, այն ժամանակ էլ փորձում էին այդ ֆոնի տակ բանանել, որ գիտեք եկեղեցականներին իրավապահ համակարգը տարավ, ստուգեցին, էս արեցին, կալանավորեցին եւ այլն։ Ժորժան օրենքի առաջ միշտ ասել են բոլորս ենք հավասար եւ եթե մենք մի գործ անում ենք, մի գործունեություն ենք ծավալում, պետք է հասկանանք, որ օրենքը մեզ էլ է հասնում, անկախ նրանից ինչ տարիք ես, ինչ սեռի ես, ինչ ես աշխատում, ինչ կոչում ունես, ում աղջիկն ես, ում բարեկամն ես եւ այսպես շարունակ։ Պետք է կարողանանք պատասխան տանք մեր ամեն արարքի համար ու դա է նորմալ իրավական երկրում ապրելու կանոն։ Իսկ ինչու այդ գիտակցությունը ձեզ մինչև հիմա չի ձևավորվում, Տիկին Ղազարյան, որ այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձի հարցն է, այլ ինչպես դուք նշեցիք, ինստիտուտի մասին է խոսքը։ Գիտեք, մենք ազնիվ չենք մեր հետ։ Ես մի կարևոր օրինակ բերեմ, երբ որ մենք ամրագոտիների մասին ենք օրինակ խոսում, Հայաստանի Հանրապետությունում հաճախ տեսնում ենք, որ մեր վարորդները վարորդի կողք նստած անձիկ ամրագոտով չեն ամրակապվում։ Բայց երբեք, նույնիսկ եթե գնանք այլ երկիր, նույնիսկ հետևի նստել, մենք ինքներս հետևում նստելուց, եթե պահանջում են, մենք ամրակապվում ենք։ Սա մենք ուղղակի մեր երկրին լուրջ, այսպես իրավական տեսակետից լուրջ չենք վերաբերվում, հետո էլ ասում ենք ինչու էսպես եղավ։ Ամեն հարցին մենք օրենքի մտածում ենք մեզ այստեղ ամեն ինչ կարելի է, օրենքները մեր համար չեն, օրենքները ստեղծվում են, որ մենք շրջանցենք, այս հոգեբանությունը դեռ չենք հաղթահարել։ Այդ իսկ պատճառով ամեն ինչ փորձում ենք այսպես փաթեթավորել։ Ինչքից վերաբերվում է այդ դեպքին կոնկրետ, եթե վերադառնանք մեր զրույցի սկզբին, տեսեք, ասացիք երեխաներ, այդ ձևակերպումները,
փորձում են հնարավորինս այդ process-ը մեղմացնել ու ամբողջ այս պատասխանատվությունը դնել իրավապահ մարմինների վրա։ Ես հակառակ բանն եմ ասում, եթե հանկարծ թեկուզ պետական պահպանության ծառայությունը, որ պարտավոր է հսկել վարչապետին, մի փոքր, ասենք, այսպես ասած, նախկինների ժամանակվա նման ամբողջությամբ փորձեր բացել ճանապարհը, որ վարչապետը անխոչնդոտ առաջ անցներ կամ հատուկ sense ինչ-որ բաներ անել, հիմա պատկերացնում եք խոսակցությունների այդ շրջանակում ինչ կլիներ, բայց շատ նորմալ, ոնց որ բոլորը մտել ենք եկեղեցի, որևէ խնդիր չենք առաջացրել, բացի նրանցից, որ իրենք խնդիր առաջացրեցին։ Եվ քանի որ ասացիք, որ եկեղեցին չի արձագանքել, նշան, որ Սուրբ Աննա եկեղեցու քահանական դասը այնուամենայնիվ անդրադարձել էր եւ ներողություն էր խնդրել հավատացյալներից, որ եկել են եւ մասնակից են դարձել նման սադրանքի։ Նախ ընդհանուր առմամբ այդ հայտարարությունը ինչպես հասկանալ։ Եվ ճիշտ եմ հասկանում, որ որոշ հոգեվորականների այս խիստ քաղաքականացված պատկերը, հայտարարությունները առնվազն միջև խորհրդարանական ընտրություններ շարունակվելու են։ Ես, այո, բնականաբար շարունակվելու է, որովհետև վաղուց արդեն որոշ հոգևորականներ հեռու են մնացել եկեղեցուց եւ կոնկրետ քաղաքական գործիչներ են դարձել եւ մենք այդ մասին բազմիցս ենք խոսել եւ մենք այդ դեպքերին ականատես ենք եղել հանրահավաքներին, ինչպես են մարդիկ տանում եւ եթե մարդիկ չեն համաձայնում, ինչ սանկցիաների են ենթարկվում եւ այսպես շարունակ, այնպես որ զարմանալ պետք չի եւ այս նախընտրական փուլում հնարավոր է հաճախակին ականատես լինենք նման դեպքերի։ Դե ես էլ եմ ասում, եկեղեցու ներսում նման վարքագիծ դրսևորելը խիստ դատապարտելի է, որովհետև եկեղեցին Աստծո տունն է եւ որևէ մեկի տունը չէ եւ որևէ մեկը չի կարող որոշի թե այնտեղ ով պետք է գնա եւ ով չպետք է գնա։ Այնուամենայնիվ վարչապետը նախորդ չէր զգուշացրել նաեւ կարող են էլի նման ինքնաբուխ այցեր լինել տարբեր եկեղեցիները։ Դուրս ենք գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփվելու եւ մենք ընդհանրապես չենք պլանավորում թե 5 րոպեից որ փողոցից որ փողոց կանցնենք եւ այդ ամեն ինչը անում ենք ուղիղ հեռարձակմամբ։ Ամենակարևորը ես ուզում եմ ասեմ, էլի, որևէ մի քաղաքական գործիչ այսքան ժամանակ թող փորձի դուրս գա ուղիղ հեռարձակմամբ շփվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ եւ փորձի տեսնել թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մասին ինչ է մտածում, ինչ քննադատություն ունի, ինչ հարցեր ունի ու փորձի պատասխանել այդ հարցերին։ Մենք դա անում ենք առանց մտածելու թե ինչ խնդիր կառաջանա, բայց խնդիրներ հիմնականում չենք ունենում, մենք պատրաստ ենք լսել ցանկացած առողջ քննադատություն։ Բայց նման սադրանքներ իհարկե անթույլատրելի են։ Տիկին Ղազարյան, իսկ դա հենց ձեզ խոցելի չի դարձնում, որ ուղիղ եթերում գնում եք, շրջում եք։ Մենք չենք վախենում, որովհետև մենք այնքան արված աշխատանք ունենք ու այնքան ենք մենք շփվել մեր քաղաքացիների հետ, առաջին անգամ չէ որ մենք մեր քաղաքացիների հետ շփվում ենք։ Ու մենք գիտենք մեր քաղաքացիների, մենք օրգանապես կապված ենք մեր քաղաքացիների հետ։ Մենք նույնիսկ գիտենք յուրաքանչյուր փողոցում մեզ ինչ հարց են տալիս, յուրաքանչյուր համայնքը ինչ հարցեր ունի դեռ չլուծված, ինչքան հարց է լուծվել այդ համայնքում։ Դրա համար մենք խնդիր չունենք քաղաքացիների հետ ընդհանրապես այդպես ուղիղ շփվելու ու երբ այսքան ժամանակ չենք լսել որ մեր քաղաքացիները ասեն վայ վերջապես ձեզ տեսանք հազիվ որովհետև մեզ անընդհատ են տեսնում մենք անընդհատ ենք երկխոսության մեջ վարչապետը երևի այսքան պատմության մեջ մեր այն քաղաքական գործիչներից են որ ամենաշատ է համայնքներում եղել ու ամենաշատն է շփվում ինձանից բոլորիցս շատ է շփվում քաղաքացիների հետ դրա համար խոցելու դառնալու խնդիր չունենք մենք պատրաստ ենք ցանկացած հարց լսելու ամեն առավոտ վարչապետը դիմումներն է քաղաքացիների հատիկ առ հատիկ կարդում, որոշները հրապարակում, որոշները հասցեագրում ըստ գերատեսչությունների եւ լուծումներ տալ։ Այսինքն մենք կապված ենք մեր քաղաքացիների հետ, մենք խնդիր ընդհանրապես չունենք։ Շփումների եւ ակտիվության առումով նկատեմ, որ մոտիվացրել եք նաեւ մնացած քաղաքական ուժերին։ Ես տեսնում եմ ու ուրախանում եմ իրականում։ Ես միշտ անընդհատ հումորով ասում եմ ժամանակին ով էր падգամավոր կամ վարչապետի տեխնացու իր համայնքում տեսնում։ Քան որ չէին էլ ընտրում, չէին էլ տեսնում, մի հատ էլ չէին էլ բարեհաճում հանդիպել։ Վերջապես մենք պատճառ դարձանք, որ մեր քաղաքացիները այդ նախկիններ կոչվածներին, ինչը չեմ սիրում էլ արդեն ասեմ, այնքան մաշված են, գոնե մոտիկից կտեսնեն իրենք ինչ բան ունեն, բայց լսել եմ, որ այդքան էլ այդպես ակտիվ հանդիպումներ չունեն, որոշները մի չափով, բայց մնացածը էլի հավաքում են դահլիճներ, իրենց հաճելի մարդկանցով, այնտեղ իրենց ոդկասթներն են կազմակերպում, ինչից ասես խոսում են ազատ, որովհետև իրենց մարդիկ են հավաքված։ Ռոբերտ Քոչարյանը անգամ եկեղեցի էր գնացել իր աջակիցների հետ է հանդիպում Աջակիցներ, այո, իսկ մենք չենք նայում մեր աջակիցներ, բոլորն են մեր աջակիցներն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լեգիտիմ ընտրել վարչապետին, հետեւաբար Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ընտրված վարչապետը հանդիպում է իր
ընտրողների իր քաղաքացիների հետ։ Մենք աջակիցներ ու ոչ աջակիցներ չունենք, մենք ունենք մեր քաղաքացիները, ովքեր օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառով կարող են ունենալ հարցեր, կարող են ունենալ քննադատություններ, մենք բոլորը լսում ենք, գովասանքի խոսքեր շատ ենք լսում, խաղաղությունը որպես մեծ ձեռքբերում շատ հաճելի է որ լսում ենք մեր քաղաքացիներից ու առիթ եմ գալիս ասեի, որ ամենաշատ մոտիվացիան համայնքներից որ ստացել ենք, երբ որ Սյունիքի մարզում ենք, ես այսպես հանդիպումների ընթացքում 3 թոշակառու նշмарեցի, որ երբ որ ասեցինք թոշակները ապրիլի 1-ից բարձրանալու են, արդյոք տեղյակ եք եւ այլն, իրենք ասեցին մեզ թոշակ պետք չի, մեզ կարևորը է այս խաղաղությունը, որ արդեն մենք ունենք, ինչը այսպես հուզմունք էր առաջացնում, թե ինչպես են մարդիկ հատկապես սահմանամերձ համայնքներում գնահատում այդ խաղաղության արժեքը, ոչ մեկ դա չի կարող նսեմացնել, իսկապես այդպեսին է։ Այսինքն խաղաղությունը Եվ արդեն ասում էր նույն խոսակցությունը, տեսեք, երբ որ գալիս ես մի քիչ էսկոմ այլ թեմաներով է խոսակցությունը սահմանամերձ համայնքներին, այլ թեմ այդ խաղաղության այդ արժեքավորումը ավելի բարձր է։ Իսկ խաղաղությունը իրենց համար արդեն շոշափելի է։ Իրենց համար շոշափելի է, եթե մենք դա Երևանի կենտրոնում գուցե այդպես չզգանք, իրենց համար դա շոշափելի է։ Եվ տրամադրվածությունը նաև Բնականաբար շատ դրական։ Տիկին Ղազարյան, քանի որ արդեն նախընտրական շրջան է, գիտեք, բոլորը, այսպես ասած, պատրաստվում են հունիսի 7-ին, պարզ է դառնում, որ հիմնական ուժերը, հատկապես ուժեղ ուժերը, ընտրությունների մասնակցելու են դաշինքային տրամաբանությամբ, օրինակ մեր ձևով ուժեղ Հայաստանը կամ ինչպես իրենց կուսակցություն են անվանել, նոր դարաշրջան միավորված հայեր ուժերի հետ են դաշինք կազմել, ինչ է կարծում, ինչու ի վերջո ուժեղ Հայաստանը կամ մեր ձևովը որոշեց դաշինքային տրամաբանությամբ մասնակցել ընտրությունների, նույն Ռոբերտ Քոչարյանը, ինչն էր մտավախությունը այն դեպքում, երբ ամեն օր սոցցանցերում հայտնվում են տեղեկություններ, նաև որոշակի այսպես ասած սոցիալական հարցումներ, որոնց արդյունքում իրենք առաջատարն են, բացարձակ առաջատար։ Էլի պետք է գանք մեր խոսակցության սկզբին, եթե իրենք իսկապես այդպիսի վստահություն ունենային, որ այսպես հրապարակում են այսքան օրից լինելու են ուժեղ Հայաստանում եւ այլն, շատ բանը մի քիչ փորձել են լրջացնել իրենց այդ քայլերը, դա նրանից է, որ իսկապես իրենք գիտեն, որ ժողովուրդը իրենց կողքին չի կանգնելու, այլապես չէին գնա ընտրակաշառքների ճանապարհով փորձեին գրավել կամ այդ զարտուղի ճանապարհները չէին ընտրի կամ լատենտային այսպիսի չեմ կարող հաստատել, որովհետև վստահ չեմ, բայց խոսակցությունները լինում, այո, ասացիք մարդկանց բերելու, ինչը որ ես ուրախ եմ, մարդիկ երբ որ գան տեսնեն տարբերությունը, վստահաբար մեզ են ընտրելու, ես այդտեղ կասկած չունեմ, ինչպես նաև աշխատանքի ընդունելու, ինչ որ որտեղ որ կարող են իրենք այսպես աշխատանքի ընդունել, նման դեպքեր են լսել եմ, բայց էլի չեմ ուզում խառնվել, ուզում եմ հասկանամ կամ իրավապահները գուցե կգտնեն, չեմ կարող ասել, կամ դաշինքներ կազմել, եթե վստահ լինեին, տեսեք մենք հանգիստ մեր ճանապարհը, մեր բանը անցնում ենք, քաղաքացիների հետ հանդիպումը, հետագայում կլինի նաև քարոզարշավը, մենք խնդիր չունենք, մենք չենք էլ մտածում որևէ դաշինք կազմելու մասին, բայց իրենք խնդիր ունեն, իրենք ուզում են ամեն կերպով այդ քվե ստանալ եւ այսպես հավաքվում են իրար վրա, բայց մենք նաև բազմիցս խոսել ենք, որ Գյումրի 2 սցենարն էլ չենք բացառում եւ երբ որ տեսնում ենք լրատվականներում արդեն հայտնի ՀՀԿ-ականներ, Քոչարյանականներ, ես ինքս հանդիպել եմ լրատվականներում, ինչպես են միավորվում ուժեղ Հայաստանը, բայց իրենք հրապարակում են, ելույթ են ունենում, ասում են մենք չենք միանա, գրազ են նույնիսկ գալիս, ինչ որ նման խոսույթով են հանդես գալիս, բայց մեկ էլ հայտնվում են լրատվականներում ինֆորմացիաներ, որ Քոչարյանականներն են միացել, լավ հայտնի մենք ճանաչելի կամ քիչ ճանաչված ՀԿ-ականների մի մեծ բանակ է միացել, այս դեպքում էլ միանալը ինչ տեսակ են պատկերացնում։ Եվ ինչու է հատկապես սևեռվածությունը այդքան մեծ այս տարվա խորհրդարանական ընտրություններին, Տիկին Ղազարյան, հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Կարծես թե այսքան ուշադրություն ոչ մի ընտրության վրա չի եղել, ընդ որում նաև արտաքին ուշադրություն եւ խոսվում է, տեսեք, դրսից ավտոբուսներով մարդկանց բերելու մասին, խոսվում է, որ պետք է ընտրազանգված բերեն, պետք է որոշ ուժերի ապահովեն, որպեսզի կարողանան այդ ուժերը հայտնվել խորհրդարանում։ Հետաքրքիր է ինչու է այսքան մեծ սևեռվածություն հենց այս ընտրությունների վրա եւ նաեւ քիչ են եղել արտահայտություններ, այդ մասին նաեւ վարչապետն է խոսել, որ այս ընտրությունները պատմաքաղաքական կարեւորություն ունեն։ Ինչու՞։ Ինչու, որովհետև գիտեք, ես նախորդ 5 տարիների ընթացքում անընդհատ իշխանափոխություն էին ուզում անեն եւ իշխանության կային այստեղի ուժերն էլ, արտաքին ուժերի օգնությամբ էլ եւ ինչպես տեսակ հիմա էլ ընտրություն, բայց գիտեմ, որ իշխանափոխություն կարող է լինել միայն ընտրությունների միջոցով, որովհետև մենք հասել ենք այն կետին, որ այսօր իշխանությամբ է կարող են գալ միայն ընտրությունների
միջոցով եւ ժողովուրդն էլ դա շատ լավ գիտակցում է եւ ժողովուրդը իր ընտրությունը կատարելու է ճիշտ պահին։ Իրենք փորձեցին փողոցային պայքար եւ այլն, չստացան ժողովրդի աջակցությունը։ Այդ իսկ պատճառով սևեռվածությունը մեծացրել են հենց ընտրություններում հաղթանակի հասնելու համար, բայց ինչպես տեսնում ենք, դա էլ են սկսել զարտուղի ճանապարհով անել, ինչը ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ավելի բացասաբար է ազդում իր վերաբերմունքի վրա, որովհետև մենք այնքան ենք այդ ընտրություններին ստրես տարել, կոնկրետ ես որ հիշում եմ նախկինում այդ ընտրությունները ինչպես էին կատարվում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ինչքան էր նսեմանում ընտրությանը, երբ որ իր քվեն ընդհանրապես ոչ մի բանի տեղ չէր դրվում, արդեն այս ստրես տարած ժողովրդին այդ ստրեսի մեջ նորից գցելու հնարավորություն չեն ունենա, ես դրանում վստահ եմ։ Իսկ իսկապես այս ընտրությունները պատերազմի ու խաղաղության միջև են, թե սա նախընտրական շանտաժ է, ինչպես որակում է օրինակ նույն խորհրդանական։ Դե գիտեք, իրենք այդպես են ասում, բայց վստահաբար իրենց խոսույթը դրա մասին է։ Մենք տեսել ենք դաշնակցականների շրջապերականը, մենք տեսել ենք, որ այն բոլոր խաղաղության դիմագիծը, որ կառուցել են, խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, յուրաքանչյուր քաղաքական ուժին, երբ որ հարցնում ես արդեն հաստատված խաղաղության մասին, նրանք փորձում են վերաբանակցել, վերափոխել եւ այլն, այսինքն չեղարկել այն կայացած խաղաղությունը, որ կա եւ տանել մի ճանապարհով, որտեղից իրենք ուղղորդվում են։ Այս ամեն ինչը խոսում է նրա մասին, երբ որ խաղաղության դեմ ես գնում, ուրեմն խաղաղության հակադարձ պատկերը դա պատերազմն է։ Եվ երբ մենք ուղիղ մեր քաղաքացուն իրազեկում ենք, որպեսզի մեր քաղաքացին ճիշտ իմանա, փորձում քննադատությունների հանդիպում։ Հիմա մենք եկել ենք այն կետին, որ մենք քաղաքացու հետ ամեն ինչի մասին պարզ խոսում ենք։ Նույնիսկ խոսակցություններ եղան աշխատանքային փաստաթղթերի հրապարակման մասին, հիշում եք օգոստոսի 8-ին որոշակի աշխատանքային փաստաթղթեր կա TRIP-ի եւ այլնի հետ կապված, փորձեցին, դրանք էլ ստացանք, դրանք էլ հրապարակեցին, որպեսզի մեր քաղաքացիները յուրաքանչյուր կետի հանդեպ որևէ խնդիր չունենան։ Հիշում եք ինչ խոսակցություններ են նախաստորագրված պայմանագրի կետերի վերաբերյալ ծավալվում, մենք ծանոթ չենք, երբ որ հրապարակվեց ոչինչ չունեին այդ մասին խոսալու եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք ուղիղ այսօր խոսում ենք մեր քաղաքացու հետ եւ թույլ ենք տալիս, որ մեր քաղաքացին այդ խոսակցություններից վերլուծություն անի եւ իր ընտրությունը կատարի։ Իսկ նրանք ինչի մասին խոսում են, տեսեք, մենք խոսեցինք ուժեղ Հայաստանի մասին, բացարձակ սուտ հայտարարությունների գլխավոր հեղինակ են իրենք։ Իրենց բոլոր հայտարարությունները սուտ ու մանիպուլատիվ են։ Գիտեք, դա էլ ինչից է գալիս, որ ինչպես դաշինք են կազմել, այնպես էլ վստահ են, որ իրենք չեն անցնելու, վստահ են, որ իրենք իշխանություն չեն ունենալու, հանգիստ խոսում են։ Եվ որքան էլ չէի ուզենա Նարեկ Կարապետյանի որոշ թեզեր բերել մեր տաղավար, բայց այնուամենայնիվ ես տրամաբանությունը չեմ հասկացել, փորձենք միասին վերցանել եւ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Նարեկ Կարապետյանը ասում է. «Մեկ երաշխավորը հնարավոր է ունենա ուրիշ առաջնահերթություններ եւ այդ դեպքում բնականաբար տուժելու է թե TRIP-ը, թե խաղաղության նախաստորագրված պայմանագիրը։ Եվ առաջարկում է մեզ պետք է մեկից ավել երաշխավորներ, որոնց հակադրության վրա մենք կկարողանանք կառուցել խաղաղություն»։ Ինչպես կառուցել խաղաղություն հակադրությունների վրա եւ այստեղ քանի որ հիմա ձեր կառավարությունը փորձում է այսպես եղած հակադրությունները այսպես հարթել Ադրբեջանի հետ, Նարեկ Կարապետյանը առաջարկում է եւս երկու երաշխավորներ գրավել, որոնք նույնպես ունեն հակադրություններ։ Դե դա ուղիղ խոսում է նրա մասին, որ հնարավոր չի նման դեպքում որևէ ձևով համագործակցել եւ խաղաղության որևէ ակնկալիք ունենալ։ Դա դրա մասին է խոսում։ Երաշխավոր ինստիտուտը առհասարակ մենք տարիներ շարունակ ենք որ բան այսպես երաշխավորի վրա հույս դրել եւ արդյունքում ինչ ենք ստացել, տեսել ենք։ Մենք միշտ վարչապետերի խոսքում ասել ենք, ի վերջո մենք մեր պատմությունից պետք է դասեր քաղենք, թե ոչ։ Մենք այսօր գնում ենք TRIP-ի եւ այլն համագործակցության ճանապարհը, որը որ շահավետ կլինի երկու համագործակցող պետությունների, հարևան պետությունների, ոչ թե գնում ենք երաշխավոր փնտրելու, որ երաշխավորը երբ ուզի ի շահերին ի նպատակ Հայաստանի Հանրապետությունը մատաղանել։ Այնպես որ այս առումով մենք երաշխավոր ինստիտուտը միշտ բացառել ենք, բայց իրենց խոսույթում իրենք անընդհատ ինչ ենք մենք ասում, որ տանում են գուբերնես արկելու ճանապարհով, հենց սա նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ բանակցության սեղանից հեռացնեն եւ թողեն երաշխավորը ինչպես կուզեն, այնպես էլ բանակցի։ Այդ նույն տրամաբանության մեջ պետք չի ժողովրդավարությանը պաշտպանել նման ուժերին թույլ չտալով անգամ ընտրական process-ներին մասնակցել։ Գիտեք, ելի եմ ասում, այսօր իշխանությունը ժողովուրդն է։ Ես կարծում եմ ժողովուրդը ինքը իր ընտրությամբ հունիսի 7-ին ինքը կհանի ընտրապայքարից այս ուժերին։ Եվ վերջում մեկ դիլեմայի մասին էլ խոսենք Տիկին Ղազարյան եւ ամփոփենք, քանի որ վերջին տարիների ձեր ձեռքբերումներից խոսելով դուք հատկապես նշում եք ժողովրդավարությունը, լեգիտիմ ընտրությունները, արդարադատությունը, տեսեք, նույն ժողովրդավարությունը հիմա
խորհրդարանական ընդդիմության թիրախում է, առնվազն ասում եմ, որ մարդու իրավունքներն են ոտնահարված, չկա ժողովրդավարություն, բռնապետություն է, 37 թիվ է, ընտրություններ կեղծելու մասին են ընդհանուր խոսում որոշ ուժեր խորհրդարանական ընդդիմությունից, նույն Հայաստան դաշինքից են խոսում, որ եթե չգնաք ընտրակեղծիքների, դուք չեք վերընտրվելու, այսինքն դուք խոսում եք ժողովրդավարության մասին, ընտրության լեգիտիմության մասին, նրանք խոսում են ընտրությունները խախտելու մասին, նրանք խոսում են հակաժողովրդավարական մեխանիզմների մասին, ինչպես հասկանալ, ինչպես նաև քաղաքացին պիտի, այսպես ասեմ, կողմնորոշվի, որը պիտի լինի այդ ցուցիչը, ինչպես պիտի քաղաքացին հասկանա, ով է ստում եւ որտեղ է ճշմարտությունը։ Դե մենք քաղաքացիներին բազում առիթներ ունեցել ենք ապացուցելու, որ մեր համար թափանցիկ արդար ընտրությունները ամենակարևորն են եւ դա ժողովրդավարության հիմքն է եւ 18 թվականից Հայաստանում բազմաթիվ թե թիմ ընտրություններ ա եղել, թե խորհրդարանական ընտրություններ ա եղել եւ այդտեղ վիճարկելու նույնիսկ խնդիր չի եղել, թե ինչպիսի արդարությամբ են ընտրությունները կատարվել։ Գիտենք ինչքան համայնքներ, որ նույնիսկ ընդդիմադիր համայնքի ղեկավարներ էին ընտրվում եւ նույնիսկ ժողովուրդն էլ զարմանում էր, որ մեր ժամանակ, ասենք, որովհետև նման բան ժողովուրդը չէր տեսել։ Այո, ընտրությունը դա տրված է ժողովրդին, ինքը իր ընտրությունը պետք է կատարի։ Ես ուզում եմ այստեղ շատ պատասխանատու հայտարարություն անել, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պատասխանատվությունը զգա ընտրություններ կատարելու, որովհետև իրապես կարևոր ընտրություններ ենք իրականացնելու եւ ելի չեմ խոշի ասել, որ այո, պատերազմի եւ խաղաղության միջև ենք ընտրություն կատարել եւ այստեղ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը մեծ է, բայց ապահովել արդար թափանցիկ ընտրություններ անում ենք ամեն ինչ, որ այդպես էլ տեղի ունենա, բայց հետաքրքիրն է, որ ընտրություններից խոսում են կեղծարարությունից խոսում են այն մարդիկ, ովքեր իրենք են ժամանակին դրա հեղինակները եղել հիմնականում։ Եվ հաշվի առնելով հակակոռուպցիոնի հայտարարությունը եւ պահելով անմեղության կանխավարկածը իհարկե, բայց հիմա էլ են փորձեր անելու։ Փորձեր անելու են բնականաբար, որովհետեւ իրենք այլ ճանապարհ ընտրվելու չունեն, որովհետեւ երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց չի ընտրել։ Իրենք միշտ այդ ճանապարհով են ընտրել եւ իրենց այդ մտածողության մեջ է արդեն, իրենց հոգեբանության մեջ է դա նստած։ Այնպես որ սպասելի էր, դեպքերին ականատես ենք լինում, բայց լավ է, որ մեր իրավապահը նորմալ աշխատում է։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն էր, կհանդիպենք։